Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք գիտենք, որ ամռանը Հայաստանում մշակութային իրադարձությունները շատ են։ Ու այդ իրադարձություններից մեկն էլ տեղի է ունենալու Գաֆէջան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում օգոստոսի 1-ին։ Դաշնամուրային երանգներ խորագրով համերգն է լինելու, իսկ նախագիծը ներկայացնում է 1 գումարած 1 հավասար է 4 նախագիծը, ու այս թեմայի շուրջ այսօր մենք զրուցելու ենք մեր հյուրերի հետ, ոսկ ներկայացնի Համլետը։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում են դաշնակահարուհի 1+1 հավասար է 4 նախագծի ղեկավար Ջուլիետա Վարդանյանը, բարի լույս, եւ դաշնակահար Արմեն Լևոն Մանասերյանը, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում, ինչ է նշանակում 1-ին գումարած 1 հավասար է 4։ Տարածխալ է թե։ 1-ին գումարած 1 հավասար է 4 դա նախագիծ է, անվանումը Եթե պարզ մեկնաբանենք, ապա 1 դաշնակահարին միանում է 1 այլ դաշնակահար եւ նրանք նվագում են 4 ձեռքով։ Ահա, ձեռքերի Բայց դա մասին պարզ մեկնաբանությունն է այս նախագծի անվանման, կա ավելի խորքային, որը խոսում է այն մասին, որ երբ որ երկու անհատականություն միավորվում են 1 ստեղծագործական գաղափարի շուրջ, նրանք այդ գումարին շատ հարաբերական է դառնում։ Եվ կարող է տատանվել, այսինքն պարտադիր չի, որ մեր ընդունված գումարը լինի 2, այլ կարելի ավելի տարբեր թվերի հանրագումար լինել, քանի որ այդ ստեղծագործողները աշխատում են տարբեր իրենց գաղափարները կիսելու եւ մարմնավորելու շուրջ։ 4 ձեռքի համար նախատեսված ստեղծագործություններ են հնչելու համերգին։ Այո, համերգի ընթացքում հնչելու են 4 ձեռքի համար գրված ստեղծագործություններ եւ նաեւ 6, որովհետեւ մեզ միանալու է եւս 1 դաշնակահարուհի, ով ժամանալու է Գերմանիայից, վաղը Սուսաննա Ամիրխանյանը, եւ ամբողջ ծրագիրը այդ գաղափարի շուրջ է։ Մենք նվագելու ենք Արմենի հետ 4 ձեռքով, Սուսաննայի հետ 4 ձեռքով եւ միասին բոլորս 6 ձեռքով։ Այսինքն 1 գումարած 1 հավասարը 4 տնենք մենք նույնիսկ մի պահ ջարդում ու ստանում 6։ Խոսենք ստեղծագործությունների մասին, ինչ ստեղծագործություններ են հնչելու։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչելու, սկսած կոմիտասյան մշակումներից մինչև խաչատրյանական մշակումներ, իհարկե ունենք կենթանի կոմպոզիտորների ստեղծագործություններ էլ, անպայման պետք է նշեմ իրենց անունները, մենք ունենք Միխայել Կոկժաև, մենք ունենք Վաչե Շարաֆյան, Հայկ Մելիքյան, Նայիրա Խաչատրյան եւ Անի Եղիազարյան, եւ հայ կոմպոզիտորների գործերը շատ կարեւոր են, որ հայ կատարողները եւ ոչ միայն հայ կատարողները անընդհատ նվագեն, կատարեն ու այդ առումով շատ հաճելի միացում է լինելու բեմի վրա։ Իսկ այս ստեղծագործությունները հենց 4 կամ 6 ձեռքի համար են գրված ի սկզբանե, թե փոխադրվել են, հարմարեցվել։ Կա ստեղծագործություններ, որոնք փոխադրված են 4 ձեռքի համար, դրանք հիմնականում Արամ Խաչատրյանի եւ Կարեն Խաչատրյանի ստեղծագործություններն են, բայց կան նաեւ օրիգինալ գրված ստեղծագործություններ, որոնցից են օրինակ Ստեփան Նաղձյանի պիեսները ժողովրդական թեմաներով, այնտեղ Հայկ Մելիքյանի ստեղծագործությունը օրիգինալ գրված է, Վաչե Շարաֆյանը փոխադրել է իր բալետից, ասեմ, որ նախագիծը միտում ունի նաեւ տրամադրելու կոմպոզիտորներին ստեղծել նոր ստեղծագործություններ եւ դրա ապացույցը Միխայել Կոկժաևի ստեղծագործությունն է, վալսը, որ օրիգինալ գրվեց հենց նախագծի համար, եւ Վաչե Շարաֆյանի 4 ձեռքի փոխադրումը, որը նա փոխադրեց իր Հարցնացուն հյուսիսից բալետից։ Մեր համար։ Հատուկ մեր համար։ Կպատմեք ձեր համագործակցությունը ինչպես եղավ առաջարկը, ինչպես հայտնվեցիք այս նախագծում։ Իրար հետ քննարկում էինք, թե ինչ կարելի անել ու գաղափարապես շատ համընկավ մեր գաղափարները եւ որոշեցինք, որ այո, քանի որ կա հրաշալի նախագիծ 1 գումարած 1 հավասարը 4 ու միտումը կար, որ պետք է իրար հետ հայ դաշնակահարները համագործակցեն, իրար հետ զարգացնեն դաշնամուրային արվեստը, որոշեցինք, որ շատ լավ գաղափար է նստել եւ քննարկել ծրագիր ու սա մեր առաջին համերգը չէ, մենք արդեն ունեցել ենք համերգներ եւ լինելու է համերգներ Գերմանիայում։ Այսինքն մենք այս ծրագիրը հայ կոմպոզիտորներին տանում ենք դուրս նաեւ։ Սա իսկապես ձեր առաջին համագործակցությունը չէ, եւ հետաքրքիր կլինի իմանալ երբ է ի սկզբանե սկսվել ձեր համագործակցությունը, որովհետեւ գիտեմ, որ պարբերաբար համերգներով միասին հանդես եք գալիս։ Այո, ընդհանրապես նախագիծը ստեղծվել է 2 տարի առաջ եւ նրա մեկնարկը տեղի ունեցել Գերմանիայում Stolberg Kammer Music ֆեստիվալի ժամանակ, որը ֆինանսավորվել էր Եվրոմիության EU for Culture ֆոնդի կողմից, եւ հետագայում արդեն շատ համագործակցություններ տեղի ունեցան, որոնց թվում եւ Սուսաննա Ամիրխանյանի հետ եւ Արմեն Լևոն Մանասերյանի հետ
հետ մեր նախորդ համերգային շարքը, ասեմ մի կարևոր էլեմենտ, որ սա պարզապես համերգներ չի, հա, 1 գումարից 1 հավասարը 4-ը դա ավելի շուտ համերգային շարքեր են, որոնք գաղափարի շուրջ են ստեղծվում։ Նախորդ մեր համերգային շարքը 3 համերգից կազմված եղեռնի զոհերի նվիրված համերգային շարք էր ապրիլին, որ նվագեցինք 2-ը Արդյանի սրահում եւ 1-ը Գյումրիում։ Եվ բացի նրանից, որ խորագիրն էր, հա, շատ սիմվոլիկ, նաև Արդյանի տնօրեն Վազգեն Բրուտյանի կողմից ստեղծվել է իր նոր շարք, իր ստեղծագործական, որը հիմնված էր իր պապիկի նամակների, հա, եղեռնի հիշողություններից, նկարներով եւ շատ ազդեցիկ տպավորիչ համերգային շարք էր։ Մեր նախագիծը իրականում բոլորին դուր է գալիս, բացի մաթեմատիկոսներից, բացի ճշգրիտ գիտություններից, որ 1 գումարած 1 հավասար է 4, մնացածին բոլորին դուր է գալիս։ Իսկ ինչ է պետք, որպեսզի 6 ձեռք հնչեն հարմոնիկ, այսինքն դրանք փորձեր են, իրար զգալ է, ինչ է նշանակում 3 դաշնակահարի աշխատանք 1 գործիքի առջև։ Առաջնային երևի թե ճիշտ փոխադրված ստեղծագործությունը հենց 6 ձեռքի համար, որ նախ իրար չխանգարենք 88 ստեղների վրա, 1 դաշնամուրի վրա է, ամեն ինչ 1 դաշնամուրի վրա, այո, մեր 30 մատերը իրար չխանգարեն, ու նույնիսկ լինում է, որ մենք փորձում ենք դա ադապտացվել, այո, խաչաձևում է մեր մատերը, առաջնային ստեղծագործություն ու բնականաբար իրար լսել, իրար զգալ, շատ կարևոր է դա, որովհետև ինչ-որ մի պահ դու չես կարող կոնտրոլ անես, ղեկավարես ուրիշի հուզմունքը կամ ուրիշի զգացմունքները, բայց այդ բեմի վրա շատ լավ ստացվում է։ Իսկ ընտրված ստեղծագործություններից կա ինչ-որ մի ստեղծագործություն, որը որ ամենահարազատն է ձեզ համար կամ ունի շատ հետաքրքիր նախապատմություն։ Կնեղացնենք մնացածին, որ մեկին նշենք։ Որը որ առաջին անգամ է հնչելու։ Այս փոխադրմամբ մեր կատարմամբ առաջին անգամ հնչելու է Սուսերով պարը 6 ձեռքի համար, որը փոխադրել է Նաիրա Խաչատրյանը, դա կարելի է առանձնացնել որպես հենց առաջին կատարում, այո։ Նշեցիք, որ Գերմանիայում եւս համերգներ են լինելու, այս նույն ծրագիրն է եւ երբ են սպասվում այդ համերգները։ Այո, ինչպես նշեցի, ոնց որ նախագիծը ինքը նախատեսում է շարքեր համերգային եւ ոչ թե 1 համերգ, դրա համար այս անգամ նախատեսել ենք 3 համերգ, մեկը Երևանում, 2-ը Գերմանիայում նախատեսվում են եւ ամբողջովին, ինչպես տեսնում եք, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից է եւ միտումը հայ երաժշտության ռոպագանդան է, այսպես ասած։ Իսկ Գերմանիայում որտեղ եւ երբ արդեն հայտնի է։ Հայտնի է, դեռ չենք ուզում շատ ճակերտները բացել, բայց կարող ենք ասել Սուսաննան եւ ես կարելի ասել գերմանաբնակ ենք եւ ամենը իր մոտ է տանում այս նախագիծը ու դեռ չբացենք ճակերտները, բայց անպայման կիմանաք։ Այդ դեպքում ինչպես կարող են մեր հեռուստադիտողները իմանալ սպասվող համերգների մասին հետևեք մեր էջերին։ Կամ էլ հետո էլի կգաք մեզ մոտ հյուր եւ մեծ սիրով, շատ շնորհակալ ենք հրավերի համար, մեծ սիրով նորից կգանք։ Մենք ենք իրականում շնորհակալ, որ դուք ժամանակ գտաք ու եկաք խոսելու այս կարևոր ու հետաքրքիր թեմայի շուրջ։ Մենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Նմանապես հաջողություն։ Նմանապես շնորհակալություն։